Այստեղ մեծ թվարկությունից առաջ եղել է բնակչություն, այն բարձունքը Բերդի տեղն է, իհարկե Բերդից ոչինչ չկա, բայց Բերդի տարածքում Արգիշտի թագավորից հեպակերերը կան։ Երբ տարածքը ասում է արդեն Բաղրատունյա թագավորության տրամադրության տակ, բաղրատունները այս տարածքը նվիրատվում են իրենց բավական իշխաններին, որոնք եղել են Պալավունները։ Վարան Պալավունին գալիս է Բերդը վերանորոգում է, իր նստավայրն է լինում, իր նախաձեռնությամբ, Շուշանիկ մոր և Վասակ եղբոր օգնությամբ 988 թվականին հիմնադրում են կաթողիկե եկեղեցին և կողքինը, որը խոնարհված է, Սուրբ Ստեփանոսը միասին վերջացնում են 1029 թվականին։ Վարան Պալավունին, երբ որ այս երկու եկեղեցիները սարքում, այստեղ լինում է երկու եկեղեցի։ Այս դիմացի կլոր եկեղեցին, զվարթնոցատիպ, և այն վերևի մի պատն է մնացել բարձունքի վրա։ Դրանք մեր հնությունը գտնում է, քանի որ արձանագրություն չունենում, մեր հնությունը գտնում է 5-ից 7-րդ դարերում նմանատիպ եկեղեցի է սարքվել։ Թուրք սելջուկների պատերազմից հետո, երբ որ Վարան Պալավունու թոռի երեխեքը Գրիգորը և Ղարիբը գալիս են այստեղ եկեղեցիները վերանորոգելու, այդ ժամանակ Գրիգորն ու Ղարիբը սարքում են դիմացը Գավիթ, տեղը հայտնի է, սարքում են Գավիթը և Գրիգոր Լուսավորիչը։ Մի խոսքով այստեղ 5 եկեղեցի է լինում, համալիր է լինում, այո։ Քանդվելու մասին ոչինչ չի ասվում, ոչ մի տեղ, մեր հնությունը գտնում է մեկ պատերազմներ, մեկ երկրաշարժ։ Հազար 840 թվականներին Ղարսից փախստականներ մի խումբ գալիս են այստեղ այս ծառների տեղը բնագրում են։ Այդ ժամանակ իրանք այս վիճակում տեսնում են։ 1840 թվականից այս վիճակում այսպես եղել է։ Այստեղ մեծ գյուղ է եղել իհարկե։ Մեծ գյուղ է եղել, որը գյուղաքաղաք նույնիսկ։ 1920 թվականին բարձրացել են վերև, գյուղը սարքել են վերևը, այստեղից տեղափոխվել են այնտեղ։ Նարեկացին եկել է այստեղ մեր եկեղեցին ուխտագնացության, դա լսել եմ մեր քահանաներից, եմ լսել կողքից ուղղակի, այո, լսել եմ, որ ինչ-որ այցի եկել է այս եկեղեցին։ Մարդիկ երազներով, բանով եկել են, նույնիսկ մարդ եղել, գնացի, եկեղեցին ավլեցի, ես երեխա ունեցա, իհարկե ինձ պատմել են, այո, այդ երեխան միշտ գալիս է այս եկեղեցի։ Դուրը իր հին դուրը չէ, 2000 թվականին երկրաշարժից հետո ամրացում կատարեց մի հատ իտալացի աղջիկ էր, որին մայրը հայ էր, հայրը իտալացի, Գայանե կազնածին, ամրացում կատարեց, այն վերևի երկաթները տեսնում եք անկյունի, դրանք դրեցին, այդ ժամանակ դուրը փոխեցին։
Քանի որ մեր եկեղեցին հունվար թե փետրվար ամսին հրամանը տվեցին, արկելոս թանգարանը դարձել, ոչ մի բան երևի որ բեցանություն այսպես է թողնել ձեր չեն տա։ Ներկա պահին ոչինչ չկա, ես նկատի ունեմ Աստվածածին եկեղեցին եւ Կերիկո լուսավորիչը, ուղղակի խոնավ է, խոնավությունը կարելի է կտրել եւ իր վրայի այդ կանաչները, ծառմալ աջածը կարելի է մաքրել։ Խոնավությունը տագից է, թե ինչից է, չեմ կարող ասեմ աղջիկս տա։ Այսքան լույսի մեջ մեր եկեղեցում մի հատ լույս չտվեց։ Լրիվ լուսավորումը, բայց եկեղեցում մեջը չկա։ Պետական ծրագիր է սա, այս ճանապարհը, այս բարեկարգումը, ամեն ինչ։ Երկու տարի առաջ, երբ որ արդեն այստեղ լույսերի բաներ քաշեց, դիմեցի ես իմիջայլոց այդ նախագիծ գծողին եւ այլն, որ գալիս էր հիմնադրամի աշխատողներին, պրոյեկտի մեջ չկա, չտվեց։ Պրոյեկտի մեջ պետք է մտցնեն կամ եւ կարող են ներքին կարգով էլ քաշեն, բայց չքաշեն, մի խոսքով։ Չարեցին։ Ուզենան կենեն։